Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Գրեթե 5 ժամ տևած դատական նիստից հետո առաջին ատյանի դատարանը որոշել է Մայրաթորի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը հրապարակել ժամը 11:30-ին։ Դեկտեմբերին ձերբակալված սրբազանին մինչ դատավճռի հրապարակումը դատարանից տեղափոխել են ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Ի դեպ դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ է քննել Արշակ սրբազանի կալանքի երկարաձգման միջնորդությունը։ Արշակ սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանի համոզմամբ կալանքի միջնորդությունը ի սկզբանե անհիմն է եղել եւ նա հույս ունի, որ դատարանը կարող է վերանայել իր որոշումը։ Հարությունյանը ընդգծել է, որ ճնշումները առկա են նաեւ իրավական դաշտում, այդ թվում դատավորների նկատմամբ։ Պաշտպանը անդրադարձել է նաեւ սրբազանի գործով իրեղեն ապացույցի անհետացմանը։ Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել, ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ-որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներին տեղյակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզմունք։ Վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես միշտ շատ լավ էր, այս ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ սրբազանը, Միքայել սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղի ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցով դեմ, իրականացվի ավելի մեծ թափով։ Միևնույն ժամանակ պաշտպանը անդրադարձել է նաև քննչական կոմիտեի նախաձեռնած նոր վարույթին, որի շրջանակում 6 եպիսկոպոսներ ներգրավվել են որպես մեղադրյալներ եւ նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Հարությունյանի կարծիքով այս քայլերը նպատակ ունեն խոչընդոտել սրբազանների եւ վեհափառի մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին։ Նախորդ կանխատեսում ենք, որ դա տեղի ունենալու, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի եւ վեհափառի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից, որպեսզի այն ժողովը, որ տեղի ունենալու չլինի, դա սպասելի էր, կանխատեսելի էր։ Գիտեք, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ այդ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, կատարածվի, բայց ես դեռևս տարի ու կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցուն, որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։ Արդեն 2 օր է Վաշինգտոնում ընթանում է ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը անդրադարձել է գագաթնաժողովի կարևորությանը եւ նշել, որ չնայած պաշտոնական Երևանի դիրքորոշմանն ու իշխանության լծակներին, ընդդիմությունը շարունակում է միջազգային հանրությանը ներկայացնել Հայաստանում կատարվող հակաիրավական եւ հակաեկեղեցական գործողությունները։ Իսկ ինչ օրակարգ պետք է թելադրի Հայաստանը գագաթնաժողովում, լսենք։ Հաշվի առնելով այս հիմնարար կարմիր գիծը եկեղեցու հետ փոխհարաբերությունների փորձում ենք մեր ձայնը լսելի դարձնել եւ փորձում ենք միջազգային հանրությանը մատուցել մեր երկրում կատարվելիքը, իսկ միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի համար կարծում եմ սա էական նշանակություն ունեցող իրողություն ու իրադարձություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կանոնական հարցերին միջամտությունային դեպքում եւ սահմանադրությունը ուղղակի այն թույլատրելի է դա համարում, այն հասանելի դարձնելը, մատուցելը այս տեղեկատվությունը էական նշանակություն է ունենալ, որովհետեւ սա կարող է աշխարհի համար դառնալ նախադեպ։
Երեք դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը ընդդեմ Նժդե Հովսեփյանի եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության։ Շահրամանյանը պահանջում էր 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքից հանել տեղեկությունը, որտեղ նշված էր, որ Շահրամանյանը որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Դատարանը կարևորում է նշել, որ հայցվոր կողմի փաստարկներն ու դիտարկումները մասնավորապես տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը, ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիությունն ապահովելուն, որպեսզի բաց թողում հայցադյումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն արկա է։ Այսինքն դատարանն արձանագրում է, որ այդ տեղեկությունը առնվազն ընթերցողի համար ընկալելի չէ այնքանով, որքանով որ տեղեկությունը ընդհանրական չէ։ Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին վաղը Աբու Դաբիում կհանձնեն Զայեդ մարդկային եղբայրության մրցանակները։ Փաշինյանի այցը մեծ հետզրույցում հաստատել է նրա մամուլի քարտուղարը, իսկ Ալիևի մասնակցության մասին տեղեկացել ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Մինչ մրցանակաբաշխությունը Բաքուն հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս, այսինքն մինչև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություն։ Բայց այստեղ հատկանշական է, որ Բաքուն չի մոռանում իր պայմանների մասին։ Պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե Հայաստանի նոր սահմանադրությունում չլինեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Ադրբեջանցի падգամավորի խոսքով Ադրբեջանի օրենսդրությամբ հայ-ադրբեջանական հակամարտությունը համարվում է հայրենական պատերազմ, ուստի խաղաղության պայմանագիրը պետք է հավանության արժանանա Միլի Մեջլիսի կողմից։ Ի դեպ, երեք նույն Միլի Մեջլիսում քննարկվել է Նախիջևանի ինքնավարության սահմանադրությունից Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները հանելու հարցը։ Փաստաթղթի նոր տարբերակում նշվում է միայն, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Ռուսաստանը հերթական անգամ անդրադարձել է Հարավային Կովկասում արևմուտքի ակտիվացմանը հստակ ուղերձ հղելով թե տարածաշրջանի երկրներին, թե հատկապես Հայաստանին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան վստահ է, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հայտարարած բարի մտադրությունների հետևում իրականում սառը քաղաքական հաշվարկներ են։ Լավրովի խոսքով արևմուտքի համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, դիտարկվում է ոչ թե գործակցության հարթակ, այլ ճնշման գործիք, մի տարածք, որի միջոցով հնարավոր է ճնշել Ռուսաստանին։ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ գործակցության դադարեցում։ Կողմնորոշում դեպի այն միավորներ եւ դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտության հասցնել։ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնվում են պատկառելի իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը։ Ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական եւ աշխարհայացքային մտերմությունը։ Այս հայտարարությանը զուգահեռ Մոսկվան փորձել է եւս մեկ անգամ հստակեցնել Հայաստանի շուրջ իր սպասումները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը շարունակում է մնալ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ իր բոլոր իրավունքներով եւ պարտավորություններով։ Միաժամանակ նշվել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ Երևանը չի փոխի իր ռազմաքաղաքական ուղղվածությունը եւ չի շարժվի հակառուսական դաշինքների տրամաբանությամբ։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակվում է պահպանվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի եւ զգուշացրել է, որ Իսրայելի վրա հարձակվողները կբախվեն ծանր հետևանքներին։ Տարածաշրջանային զարգացումներին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ Սիրիայում խաղաղ գործընթացը խաթարելու ցանկացած փորձ հետևանքներ կունենա։ Նա ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության կարևորությունը եւ հայտնել Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս երկօրյա այցի մասին, որի ընթացքում կքննարկվեն անվտանգային հարցերը, Գազայի վերակառուցումն ու Իրանի շուրջ լարվածության թուլացումը։
Իրանական ֆարս գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ սկսել բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ։ Գործակալությունը նաև նշել է, որ մինչ այդ կողմերը անցկացրել էին միջնորդավորված բանակցությունների 5 փուլ, սակայն 6-րդի մեկնարկից առաջ Իսրայելը հարվածել էր Իրանին։ Այս զարգացումների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը վերջնական որոշում է կայացրել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն։ Նրա խոսքով ահաբեկչությունը չի կարող արդարացվել աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Ըստ Զելենսկիի որոշումն արդեն հրապարակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կայքում։ Իսկ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բանակցությունների թեմային անդրադառնալով նշեմ, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահների հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում, իսկ չեզոք տարածքում բանակցությունների տարբերակը չի քննարկվում։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին հեռախոսով զրուցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ կարևոր տնտեսական հարցեր։ Ըստ կողմերի հրապարակած տեղեկության, Ամերիկայի Միացյալ Նահանգները նվազեցնելու է մաքսատուրքերը 25%-ից 18%, իսկ Հնդկաստանը պարտավորվում է գնել ավելի քան $500 միլիարդ ամերիկյան ապրանքներ։ Եվ մի զավեշտալի դեպք Եվրոպայում։ Իսպանիայում մի տղամարդ բարձրացել է ինքնաթիռի վրա, սկսել պարել ու թռչկոտել, ինչի պատճառով թռիչքը ստիպված են եղել հետաձգել 2 ժամ։ ¿Cómo coño? La boca con listerine, la ha escupido por alrededor de arriba, por el avión. Mira, míralo, míralo. Mira, mira. Ay, por favor, me estoy empezando a agobiar, pero de verdad de mal. Que yo no ¿sabes? sé Estoy qué muy más agobiada. pero una cosa... Իսկ ինչ վիճակ է ճանապարհներին, սողանքի վտանգի պատճառով վերին Լարս անցակետը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանում սպասվում է տեղումներ, ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6-ից 8, իսկ երեկոյան 1-ից 3 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Կհանդիպենք։